Ժողովրդի համար թույթիչ է, երբ համասկայնականներ, համասկայնի մեծ ընտանիք, երիտասարդ միջին տարիքի և դակավին առավել մասնակեց ընկերուհիներ բարեկամներ գահավաքվին մեկ հարգի տակ, ուր մեծ երազ դարձած համասկայնի գետրոնն է։ Համասկայնի Արիս Ստամբոլյան գետրոնի առաջին ցերնարգի փացումը կհայտարարենք։ Բարի եկած եք։ Համասկային գրթական մշակութային միության շրջանային վարչության հարգարժան անդամներ, հանցինս Ադենաբեդ, ընկեր Մանուկ Չուխաջյանի, ընկերուհի Մարալ Չուլումյանի, ընկերուհի Ցալին Ափանյանի, բարի եկած եք և շնորհակալ ենք, որ արիցը տվիք մեզի, որ մեր առաջին ցերնարգը քրական միավորս հոս համախմբվինք քրական այս քեղեցիկ մթնոլորտի մեջ, որուն համար քիչ հետո դուք ձեր արժևորումը գուտաք։ Սիրելիներ, փետրվար ամիսը հայկական տոներու, ավանդություններու ամիսն է։ Գարձեք մեկնարկն է, որ կսկսի։ Ավանդություն, որ արդեն թիբուկ մեր մեջ արմադացած է։ Արմադացած է, որովհետև մեր հայությունը ներշնչած է և հայությունը բահբանած է։ Փաստը այսօր, փաստը այսօր համասկայինը, փաստը այսօր մեր միությունները և առավել ևս։ Ներեցեք, որ ասեմ և շեշտելով շեշտեմ հայկական դպրոցները հանցինս ասկային վարժարաններում, որոնք ոչ միայն սերունդ կգերդեն, այլ սերնդափոխության ապահովությունը հայությամբ կգնթելուծեն։ Ընդհանրապես, համասկայինը իր մեծ թերով եղած է թարմը ամբողջ մեր ժողովրդի հիմնակարը։ Եվ մենք համեստորեն, ես և իմ խմբակս, քրական միավորս, մենք ընդհանրապես տարիներու ընթացքին, հատկապես համաճարակի պատճառով, փորձեցինք հերավար գաբով մեր ծրագիրները մշակել ներկայացնել ժողովրդին, բայց արդեն քաչապար սկսած ենք անձնապես նման ցերնակներ ծրագրել և ինչու չէ նաև ցեզ հրավիրել։ Այս այթով առաջին գլխավոր շնորհակալիքը ցեզի կփոխանցեմ սիրելիներ, ցեզմե յուրաքանչյուրին, որ եկաք շենցուցիկ այս սրահը, շենցուցիկ այս կետրոնը և հատկապես սիրով մեղեթին, սիրով լեցուն, հոգիով սիրով լեցուն, բոլորս միասին պիտի վայելենք։ Մեր քրականության մեծ վարպետ Ավետիք Իսահակյան ասած է. սիրով չափեցեք, թող այն լինի միակ չափը ամեն բան չափելիս։ Սիրով հանդիպինք, սիրով խոսինք, սիրով ընդունինք, սիրով հյուրընկալենք, սիրով փոխադարձենք, սիրով նվիրենք, սիրով ստանանք և այսպես շարքը երկար է, սերը կյանքի բանալին է, ամեն տեսակի սերը կյանք կուտա, հոգի կուտա, շունչ կուտա և այսպես ժպիտ կփոխանցե բոլորին, ժպիտ կընթացակե ամեն կողմ։ Այսօր սիրո մեղեթին բազմազան է, բազմերանք է, ինչպես ասի, քիչ հետո և պիտի վայելեք և պիտի արժևորեք։ Այժմ ես պիտի ուզեմ հաջորդաբար հրավիրել, որովհետև զիս շատ չտեսնեք ոս, հաջորդաբար պիտի հրավիրեմ ասմունքի համար քրական միավորի անդամուհիներեն Մարալ Վարժապետյանը, ապա պիտի հրավիրեմ Հալեբեն հասած, Հալեբ որպես ծննդավայր և մանկության դաղանթը ունեցած չութագահար դառնալու Շանթ Դանիելյանը, որ վերջերս հայրենիքեն ժամանեց և հաստատված է հոս, Շանթը պիտի նվագակցի իր աշակերտուհին հետ,
որ նաև հվարդորեն, ես այստեղ որպես հվարդուսուչուհի, ես նաև ուրախություն ունիմ ներկայացնելու Սերենա Լաթերովյանը, որ իր ուսուցիչին հետ պիտի նվագակցի։ Ապա նամակի ընթերցում Գերգին քրական միավորիս անդամուհիներեն Հարկարժան ընկերուհի Մարի Կարփանյանը։ Եվ այսպես հաջորդաբար կհետևենք վերջը Գերգին ելույթ կունենամ և կներկայացնեմ հաջորդ արարները։ Խնդրեմ, ընկերուհի Մարա։ Դու ինձ նվիրեցիր մի փշաբադ կակտուս և նվերի մեջ քո ես ծաղիկներ տեսա։ Ես քեզ որոնեցի քո սահմանից այն կողմ և զգացի, որ իմ ոսկորների վրա միս ու ոսկոր չկա, այլ երազ է կապված։ Քո աչքերի հետ ես հավերժափար զրույց եմ արել, սակայն եղել եմ ուրիշ մաշկի մեջ, ուրիշ մի վայրում, բայց իմ զրույցը քեզ հետ է եղել, քո աչքերի հետ։ Ամաստեղ սերը Աստծո շունչն է։ Սերը քոյության դեն չէ, որ ըլլա գիրք ու խորհուրդ մարմնի։ Սերը Աստծո շունչն է, և մենք կդառնանք անձնական, անանձնական, ինչպես Աստված ինքն է տարածված։ Սերը մի անանձնական երբեք սեր չէ, անշատ գարջադեր է և մահկանացու։ Վայ անոր, որ չի սիրեր, անգնմանի, անչրթի, քարքարոտ հողի մեջ ծլած ծորենին, որ ունի հիվանդ ծողում ու բարապ հասկ։ Եվ վերջապես մի ոմն, որդին նորից երբ բաժանվեց, մայրը որդուն այսպես օրհնեց. քնա որդիս, Աստված քեզ հետ, չարից հեռու մնաս հավետ, ճանապարհդ կանաչ լինի, կյանքդ անցնի ուրախ ու լի, ոտքդ չառնի երբեք քարին, քեզ ուղեգից լինի փարին, բարի կործիր, դու ամենուր, փախտը ինք գկա քո թուր, ուրիշներին ինչ ցանկանաս, Աստծուց նույնը դու կստանաս, ուր որ քնաս, ուր էլ ապրես, իմ պատկամը լավ կհիշես, երեք կանց կա այս աշխարհում, սեր, հայրենիք, ազնվություն։ Երաժշտական սույն գդորը գնվիրեմ ցեզի երախտագիտությունս հայտնելու ձեր անսահման նվիրումին, որ կարողացաք հայերենի թասաբահերը հաջելի մթնոլորտի վերածել։ Դուք հայ մշակ մեր սրտերու մեջ սերմանեցիք հայ լեզվի և պատմության հանդեպ հատուկ սեր և հարկանք։ Մաղթանքս է, որ քոյադևեք և ըլլաք, միշտ առողջ և աշխույժ ու թասյարակեք դասնյակ սերունդներ, միշտ փաշխելով սեր։ Սերենա Լաթերովյան։
ես պիտի ընթերցեմ Ռուբեն Սևագի նամակներեն ուղված իր դնոջը Յանի Աբելին։ Սիրելի Յանի, իմ ամենասիրուն Յան, այստեղ գեղեցիկ քարուն է, գեղեցիկ երկինք, երեգոյան հազարավոր աստղեր, ամենուրեք օդի մեջ սեր կա։ Իսկ եթե դրա մասին չեմ գրում, իմացիր միայն, որ շատ հաճախ ու շատ երկար եմ քո մասին մտածում, մեծ քնքշությամբ և շատ համբերությամբ։ Ախ, ես սիրում եմ քեզ իմ կանց, ուզենայի քեզ միայն սիրել ու սիրել, ունենալ և ունենալ։ Օ, իմին աղվոր գինս, ամենաբաշտելին, ամենահմայիչը, ամենասիրազեղը ըզդիկ գիներուն մեջ։ Եթե հիմա գիտնայիր թե ինչքան գսիրեմ քեզ և ինչպես կդարաբիմ քու բացակայութենից, եթե գիտնայիր թե ինչքան սիրադոչոր ու բարի պիտի լամ քու վերադարձից, և մանավանդ եթե գիտնայիր նաև թե որքան գործնեմ այս կարճ բաժանումը։ Մեծ գեղեցկությունները մեծ լերներ են, երբ մարդ այդ լերներուն վրա է, այնքան չի նկա դերանոց մեծությունը, պետք է որոշ տարածություն մնալ։ Գարենալ տադելու համար անոնց վսեմ գեղեցկության մասին։ Իսկ ես ճամփորդին նման եմ, որ հերվեն տադելեն հետո վեհանիստ կակատին բարձրության մասին պիտի ուզեի թարսյալ ըլլալ անոր վրա և այս անգամ արդեն ավելի լիաթոք ու ավելի խորունկ շնչել այդ կադարի զովասուն օդը։ Դու զիս կհասկնաս, այնպես չեք աղցրիկս և նաև գներես ինձի, եթե երբեմն քիչմը բաղ, քիչմը ձեր թերևս, քիչմը մտախող եղած եմ քեզի հանդեպ։ Պատճառն այն է, որ սառնորեն տադող այս ջագդին դար, խոցեր կան, գրակներ, քաղտնի գայձեր, որոնք պիտի ուզեին վարիգանապես հրոջարակ դարձնել ամբողջ էությունս։ Եթե գիտնայիր թե ինչքան գսիրեմ քեզ իմ մեջս, թուն հրաշքն ես, թուն երազն ես, թուն սերն ես։ Իսկ հիմա պիտի մեջբերում անեմ ապրիլ 24 2024 թվի աստակ օրաթերթեն, թե ինչ կսեմ Սևագի և դնոջը այս սիրո քրություններում մասին։ Ամեն մեկը կթվի աղոտ մլալ, ուղագի հարսնության, սպիգդագաթույր մարգարիտ կծողեն քրագանության և բարձրակույն արվեստի տաշտին վրա։ Ահավասիկ մեր Ռուբեն Սևագի սիրո քրությունները, որ բարձունքի վրա են արդեն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ընկերի Մարի։ Քիչ առաջ ինչպես որ ասի, թեև ուրախ ենք, որ այսքան մեծ թիվով քրասեր բազմություն կա, Գերգին գսեմ, եթե ծեր դեղերը քիչ ման հարմար են ներողամիտ գտնվեցեք, մեր սիրտը լայն է, ինչպես ծեր սիրտը լայն է։ Քիչ առաջ Սերենան հուզեց զիս, որպես աշակերտուհի, սակայն ես ուզեմ ասել, որ այս սրահեն ներս հայոց լեզվի նվիրված մշակներ, դարիներով իրենց հոգին, սիրտը, ժամանակը, հանգիստը դված են, որպեսզի սերունդներ դաստիարակեն։ Ես հարկանքով պիտի ուզեի
ցոնել ոչ թե ինձի, այլ բոլոր մշակներուն, որոնք հոս ներկա են, եւ գուզեմ, որ ձափառությամբ անգամը եւս հբարդորեն հարգենք բոլոր հայոց լեզվի մշակները։ Անշուշտ նաեւ շնորհակալություն Սերենային, որովհետեւ հայ ուսուցիչը ոչ միայն գսորվեցնե, այլ նաեւ գիտակցության կհրավիրե, ազնիվ գիտակցության կհրավիրե իր աշակերտները։ Շնորհակալ եմ Սերենա, շատ հուզված, շատ շնորհակալ եմ։ Իսկ այժմ հետաքրքրական արարմն է։ Մեծ վարպետ Ավետիք Իսահակյան 1921-ին գրած էր Լիլիթ պոեմը, հավանաբար շատերուն ծանոթ է, բայց ընդհանրապես շատ չէ հնչած։ Գրած է եւ Վենեդիկի մեջ, առաջին անգամը լալով հրատարակված է Բոստոն հայրենիք ամսագրի մեջ։ Անոր մասին բավական գրախոսականներ եղած են, գեղեցիկ գրախոսականներ, եւ անշուշտ ժամանակի ընթացքին նաեւ շատ մը լեզուներու թարգմանված է։ Այսօր Ավետիք Իսահակյանի Լիլիթը, որովհետև մենք խոստացած էինք, որ սիրո մեղեթի գոչած ենք, որովհետև սիրո խոսքերով, սիրո երգերով, սիրո շունչով պիտի լեցնենք այս սրահը այսօր։ Իսկ Լիլիթը պիտի ներկայացնեն գրգին համեստորեն, քրական միավորիս անդամներեն, ընկերուհի Սեթա Մարտիրոսյան, ընկերուհի Անահիտ Ասադուրյան, ընկերուհի Ռուբինա Սերոպյան եւ ընկերատուր Սիրկեջյան։ Գհրավիրեմ խմբակը, որովհետեւ վայելենք Իսահակյանի Լիլիթը։ Եվ մեր Լիլիթը։ Հեքիաթ է գեղեցիկ եւ անգուն զարմանալի։ Եվ ամեն օր նայում եմ աշխարհին, եւ ամեն օր զարմացած կարծես առաջին անգամն եմ տեսնում աշխարհը առօրյա եւ միշտ հիասքանչ, աշխարհը հնորյա եւ միշտ նորաստեղծ, հավիտենական մի անծանոթ հրապույրով արինքնով։ Աստված տեսնելով Աթամի մենակությունը խոսեց իր հետ. Եկեք ստեղծենք Աթամի համար մի քնքուշ ընկեր, որ մարդը միայնակ չվայելե դրախտի հրապուրները, եւ բռնեց դեպի վեր սուրացող կրակը եւ նրա բեկբեկուն, ճախրուն բոցերից ստեղծեց անդրանիկ կնոջը Լիլիթին։ Եվ նայելով իր ստեղծածի վրա հիացած ասաց. բարի է, որովհետեւ գեղեցիկ է։ Ապա կոչեց Աթամին իր մոտ, Լիլիթի փոքրիկ ձեռքը դնելով նախամարդու ափի մեջ ասաց. Աթամ, ահա քեզ ընկեր գեղեցիկ Լիլիթը, իրար աչքերի մեջ տեսեք ձեր պատկերը եւ իրար սրտի մեջ սիրեցեք միմյանց, աճեցեք եւ բազմացեք։ Աթամ, քո բոլոր օրերիդ մեջ հետևի Լիլիթին եւ դու Լիլիթ, հնազանդ եղիր Աթամին։ Լիլիթ ուշի ուշով նայեց Աթամին եւ կավի հոտ զգաց իր հոտոտելիքը եւ զգաց, որ Աթամի հայացքը հողի ծանրությամբ իջավ իր մազերի եւ ուսերի վրա ու հապճեպով ձեռքը դուրս քաշեց Աթամի ձեռքից։ Աթամ նայեց Լիլիթին եւ գեղեցկության մի անհուն ծավալվեց ու խորացավ իր առջև, որ դյութում էր ու քաշում էր հոգին դեպի ահավոր անդունդը։ Փառք քեզ Աստված, դու ստեղծեցիր ամենագեղեցիկը եւ կատարյալը քո արարածների մեջ, դու հյուսեցիր պսակը քո հրաշագործ տիեզերքի։ Փառք քեզ անսահման եւ հավիտյան։ Երբ Լիլիթ լսեց նրա խոսքերը, գլուխը քնքուշիկ թեքեց դեպի աչուսը եւ առաջին գողունակ ժպիտը փայլեց չքնաղ դեմքի վրա։ Աթամ մղված մինչ այդ իրեն անծանոթ մի զգացումից ուզեց կրկին բռնել Լիլիթի ձեռքը, սակայն Լիլիթ ոցի պես խույս տվեց Աթամի մոտից։
Աթամ զգաց, որ իր սիրտը կապված է Լիլիթին լուսաշող կրունկներին անբաժան ու անմեկին, և հետևելով Լիլիթին տեսավ նրան կանգնած ոսկեվառ լճակի ափին, ուր նազում են ձյունափետուր կարապները։ Լիլիթ հիացումով դիտում էր գեղանի կարապների, նրան ճկուն, սլացիկ պարանոցները կախարդել էին իրեն, և քաղցր ձայնով կանչեց կարապներին, ու երբ Լիլիթ ծունգի եկավ նրանց փայփայելու, հանկարծ ջրերի վրա տեսավ մի հրաշալի, մի հրաբողբոջ պատկեր, և երբ հասկացավ, որ այդ իր ցորքն է, սկանչացավ իրանով և հիացավ։ Կրծքի վրա թափթփված մազերը հյուսեց և թողեց, որ իր հույսերը ծփան ուսերի և թիկունքի վրա, և հիացած ու նորից հիացած նայում էր իր պատկերին և չէր հագենում։ Եվ տեսավ Լիլիթ, որ արևը այնքան հրեղեն չէ, որքան իր աչքերի կրակը, և երկինքը այնքան խորունկ չէ, ինչքան իր աչքերի հունը, ինքն է ամենակատարյալը դրախտի մեջ, և լիճն ու դրախտը լցված են իր դեմքի լույսով։ Մինչ այդ մի զույգ հակինթե թիթեռներ աթամանդե թևերով եկան և նստան նրան քաղցրագույն մազերի վրա։ Լիլիթ նայեց ու ժպտաց։ Ինչ գեղեցիկ կլիներ, եթե սրանք միշտ մնային մազերիս վրա։ Եվ իսկույն ծաղիկներ քաղեց, որ հազար գույներով փայլում էին ու բուրում իր շուրջը, և շարեց վարսերի մեջ։ Լիլիթ, հրեշտակներից չկնավես, այդ ինչ ծաղիկներ էին, որ դու քաղեցիր։ Սրանք? Հրաշալիքներ են սրանք, դու չես հասկանում։ Ոչ, հոգիս, ես գիտեմ Եդեմում այնպիսի վայր էր, որ ստեղծողն անգամ տակավին ոտք չի դրել, այնպիսի աննման ծաղիկներ, անպատմելի բույրերով ու գույներով, այնպիսի լուսատերև ծառեր ամենահամեղ պտուղներով զարդարում։ Չէի կամենա հիմա երթային շրջեինք այն վայրերը։ Լավ, Աթամ, գերթանք, բայց ոչ այսօր, հետո։ Լիլիթ, Նազարիս, այո, երբ որ կամենաս, սակայն գիշեր է գալու հիմա, գնանք իմ տաղավարը, որ շինել եմ հրեշագեղ սոխակների բներին կից, ամենաշքեղ ծաղիկներով պարուրած, քնի այնտեղից, ես հսկեմ քո անուշքունը։ Ոչ, թող ինձ մենակ, ես այսօր շատ հոգնած եմ։ Եվ Լիլիթ հետևասար քայլերն ուղղեց պուրակների խորը։ Ադամ չգիտավ ինչ պատասխաներ, լուռ և գլխաքարշ հետևեց նրան։ Աթամ, թող ինձ մենակ, խնդրում եմ։ Բայց Լիլիթ, հազար ցանկալի Լիլիթ, երբ տեսնենք իրար, երբ։ Վաղը։ Ադամի խոսքը հրամայաբար կտրեց Լիլիթ և ակնթարթի մեջ սուզվեց թփերի մեջ։ Լիլիթ աղբյուրի մոտ նստած, ականջը դրած նրա բյուրեղյա նվագին, նայում էր դրախտի աստղազարդ երկնքին և աստղերի հրաբող ողկույզները արբեցնում էին նրա սիրտը մի խորհրդավոր տենչանքով։ Եվ Լիլիթ աստղերով հարբած քուն մտավ ծաղիկների վրա և զարթնեց սոխակների սիրատենչ դայլայրներից։ Շնորհագեղ շնորհներով ծագեց արշալույսը և ծավալվեց դրախտի վրա թաթախելով ամեն չնչին գուղթն իսկ շողերի և գույների անճար կախարդանքի մեջ։ Ադամ զամբյուղը լցրած պտուղներով ու ծաղիկներով քայլեց դեպի Լիլիթի տաղավարը և հեռվից ձայնեց Լիլիթին։ Պատասխան չարավ, նորից ձայնեց, նորից ոչ մի պատասխան։ Ինչ է պատահել նրան, Լիլիթին, մտածում էր Ադամ։ Երևի անծանոթ շավիղներ բռնելով մխրճվել է հեռավոր պուրակների մեջ և մոլորվել։ Պիտի որոնել նրան։ Եվ զամբյուղը թողնելով աղբյուրի մոտ, ուր Լիլիթի տաղավարն էր, գնաց որոնելու։ Ամբողջ օրը թափարեց Ադամ բարձր ձայնելով Լիլիթի անունը, սակայն ոչ մի արդյունք։ Երեկո եղավ և իջավ գիշերը։ Ադամ անկարող լինելով խավարի մեջ գտնել դարձի արահետները, հոգնած քնեց մի ծառի տակ։ Եվ միայն լուսադեմին, երբ պատնալույսով ողողված էր երկինք ու դրախտ,
Ադամ կարողացավ վերագտնել եկած ուղին, վազ տալով, շնչասպար և դեռ չհասած աղբյուրին հերվից ձայն տվեց։ Լիլիթ, բարի լույս։ Մի եկ մոդս, դեր չեմ լվացվել։ Ադամ լսելով Լիլիթի ձայնը սրտում զայրույթը ոտքի կանգնեց, ուզեց Լիլիթի խիստ կշտամբել, սակայն զսպեց իրեն։ Ուր էիր երեկ ամբողջ օրը, այնքան որոնեցի։ Երեք ես եկա լիճը, քեզ չտեսա, դու չեկար։ Ապա մի քիչ վազվզեցի աջամների հետևից, ընկա նոր անծանոթ վայրեր։ Սկանչելի սուխակներ գային, նրանց երկով դարված, մնացի մինչև երեկո։ Բայց զարմանալի է դու երբ եկար լիճը, մի ոտքս այստեղ էր, մյուսը այնտեղ, և վերջապես դրախտում այնքան թափառեցի, ուր էիր, որ քեզ չգտա։ Սակայն ես սպասեցի քեզ, թե այստեղ, թե լճապում, իսկ դու չեկար, ոչ այստեղ, ոչ այնտեղ։ Գեղեցիկ Լիլիթ, հիանալի պտուղներ են բերել նախաճաշիդ համար։ Սակայն սպասիր, մազերս դեռ չեմ հարդարել։ Եվ ճգնաղ մազերիդ համար արշալույսի ցողերով թաթախուն ծաղիկներ են բերել։ Շնորհակալ եմ, ես էլ ուտեմ։ Մի քիչ էլ սպասիր, հիմա կգամ։ Նորից նույն հիանալի պտուղները, որ կտա տղավայրս առաջ։ Միշտ նույն գեղեցիկ տեղերիցն են բերել, հիմա պիտի գնանք, չէ հոգիս։ Գերտանք, դեր ժամանակ կա։ Ախ, Լիլիթ, իրավ որ դու անգութ ես, մենակությունը հոգիս հանեց։ Եվ Ադամ կարոտով գրկեց Լիլիթի մեջքը և բոլոր հոգով սեղմեց Լիլիթին իր կարոտած կրծքին։ Լիլիթ փախավ Ադամի գրկից և հեռուն կանգնած լացի ձայնով ասաց. Աթամ, շատ կոպիտ ես կրկում, գոներս ջարդեցիր։ Լիլիթ, կյանքս ներիր ինձ, Լիլիթ, հոգուս հոգի, այդպես լուր և տխուր մի նայիր ինձ, ժպտա, խոսիր։ Աթամ, Աստված քեզ վաղուց ես ստեղծել։ Այո, Ինչ էր անում թրախտում։ տապարում էի, մենակ և ինձ համար ընկեր էի որոնում անբանանացումների մեջ։ Միթե չկտար քեզ նմանը։ Ոչ Լիլիթ, դեր համար էլ Աստված քեզ ստեղծեց ինձ համար։ Ինձ քեզ համար ստեղծեց։ Աստված քեզ ստեղծեց, որ մենակ չապրեմ, որ ընկեր լինենք։ Կյանքս հատնում է քեզ համար, իսկ դու չես իմանում, որ առանց քեզ դրախտն անտանելի է ինձ համար և կյանքը միայն տառապանք։ Աստուն հաճելի չէ այս, եթե լսե, սաստիկ կբարկանա։ Բայց Ադամ, ինչու ես այդպես խոսում, չէ որ միշտ բարի եմ եղել քեզ հետ։ Լավ, Ադամ, սիրելիս, բռնիր այս թշնոց ծաղիկը ինձ համար։ Սա թիթեռ է, ծաղիկ չէ։ Դե միևնույն է, բռնիր։ Ադամ, չկարողացար բռնել։ Ուզում ես ես բռնեմ, իսկույն։ Տես, բռնեցի։ Ադամ, բայց ինչ տանտաղաշարժն ես եղել։ Ոտքի մեջ քեզպես չեմ կարող ոստոստել, բայց շատ արագ կարող եմ վազել։ Այդ էլ չես կարող։ Մի բարձենար։ Կարող եմ արի փորձենք։ Շատ լավ, եթե ինձ բռնես, թրախտից ամենից քաղցր պտուղը կդամ քեզ։ Որն է այդ, որ դու գիտես ես ոչ, թեև դրախտի բոլոր պտուղները ճաշակել եմ արդեն, ինչ է անունը։ Համբույր։ Համբույր։ Այո, համբույր։ Շրտների հբումը ուրիշի շրտների վրա։ Չգիտես։ Ադամ խորհում էր, թե որտեղից այդ գիտեր Լիլիթ, երբ և ինչպես, և վարանոտ նայեց Լիլիթին, իսկ Լիլիթ ախոս նայում էր Ադամի աչքերին, և սակայն նրա բոցալեզու հայացքը կրակեց ճառագայթներով անցավ Ադամի բիբերի միջով և բռնկեց Ադամի հոգին մուրենու պես։ Հասկացավ Ադամ և սրտական համաձայնվեց։ Վազում էր Լիլիթ կայտար ու թեթև, Ադամ ոգևորված վազում էր հետևի հետ։ Թաքչում էր Լիլիթ թփերի տակ, ապա ցատկում էր վեր, կանգնում էր մի պահ և հնչյուն ծիծաղով ասում. Արի, բռնիր, սպասում եմ։ Ադամ խելակորույս կանգ առավ։ Ադամ, Աստված քեզ ինչու՞ց ստեղծեց։ Հողից, իր պատկերի նման։ Հողից։ Հողից։ Դրա համար այդպես ծառաշարժ ես հաստ ու գոպիտ։
Ադամ բարկացավ ու բորբոքվեց, և բոլոր ուժերը հավաքեց ու վազ տվեց, վազեց Լիլիթի վրա ու քիչ մնաց բռներ նրան ու ճնգներ իր գրկում, սակայն մատները միայն դիպան մազերին։ Իսկ Լիլիթ ակնթարթի մեջ արտույտի պես նետվեց վեր ու սլացավ թավուտների մեջ, զվարթ ծիծաղով ու բարձր ձայնով։ Ադամ հաղթված և ամոթահար, երկար ժամանակ մնաց բևեռված և աչքերը անթարթ ծովացած Լիլիթին պարփակող թավուտների վրա։ Արշալույսին Աթամ եկավ և դեգերեց աղբյուրի շուրջը, սպասեց, մինչև Լիլիթը ծաղիկներով բջջված, հազար նազանքներով երևաց։ Ուրեմն ասում ես գնանք քո գոված վայրերը։ Աննման Լիլիթ գովքը ոչինչ են չուներ։ Պիտի աչքովդ նստես այն գերահրաշ պուրակները, աղբյուրները, լճակները, որ հասկանաս դրախտի անհուն շքեղությունը, այս կողմից գնանք։ Ոչ, այս կողմից գնանք։ Էրիր նազելիս, սա է ճանապարհը։ Ոչ, այսպես գնանք։ Ամգին Լիլիթ, այդ ճանապարհը լավ է չէ, ինքան ես գիտեմ բոլոր շավիղները եւ ցույց տվածս է ամենագեղեցիկը։ Ների որ ասեմ, թե դու չգիտես։ Ոչ, ես այս եմ ուզում վերջապես, եթե չես գալիս, ես մենակ կերտամ։ Դե չկնաղ Լիլիթ, աղաչում եմ հիմա էլ փորձիր իմ ասած ճանապարհը։ Շատ լավ, թող քո ասածը լինի, արդեն միշտ քո ասածն է լինում։ Ճանապարհի ափերին հազարաբյուր ու հազարաթյուր ծաղիկները բյուր ձևերով բջնազարդել էին Վլաստանները։ Երազանման թիթեռների բույլերը ճախր էին առնում կանաչի մեջ Լիլիթի շուրջը։ Պուրակներում բանաններն ու անանասները բոլորել էին լճակները, ուր ցոլացած ձկներն էին խայտում նունուֆարների և լոտուսների վրա։ Ոսկեգեղեր ծառերից կախված էին հեշտագրգիռ պտուղները, կախարդիչ գույներով ու ձևերով, Լիլիթ պոկում էր սիրտ ու զածը և հիացած ճաշակում։ Հափշտակված էր Լիլիթ դրախտի տեսարաններով, անթարթ նայում էր շուրջը, ետ դառնում, կրկին նայում։ Հոգյակ տեղ էին տաղավարը։ Սակայն Լիլիթ անուշադիր չլսեց Աթամին և քայլում էր զմայլված ու վերացած։ Նա թռչունների պես ոսկոստում էր քան թե քայլում, լուսակատ ոտները գետին չէին հպում։ Իսկ Աթամ ծանր ու հաստատուն քայլերով հետևում էր նրան, աչքերը չհեռացնելով նրա կրակե բոցերի պես ծփացող ճաճանչագեղ մազերից։ Զգացումի հզոր ու անզուսպ մի ալիք մղում էր Աթամին գնալու և Լիլիթի ոտների տակ փշրվելու և Աթամ արագացնելով իր քայլերը մոտենալով Լիլիթին վախով բռնեց նրա հրեղեն արմունկից ու հոգեսպառ ասաց. Իմ չգնաղ ընկերս, նա իր հեռում, ինչ վսեմ է։ Վատ չէ, բայց իմ ասած ճանապարհը նույնպես լավն էր։ Իմ սիրուն են այս մանր քարերը, իմ սիրուն քույներ ունեն, վարմիր, գավույթ, կանաչ, ոսկե։ Աթամ, դու ինձ այս խիճերից կկանեհար։ Լիլիթ, այս ինչ են որ, ես գիտեմ այնպիսի խիճեր, որոնք փայլուն են, արևի պես, թափանցիկ են ջրերի պես և կարծր են ու շատ գեղեցիկ։ Ուր են նրանք, Աթամ, սիրելիս, ուր են հիմա նրանք։ Նրանք շատ հեռու են, խորում կանհուն ձորերի մեջ են գտնվում։ Երբ կբերես, ասա Աթամ։ Եթե հաճելի է քեզ նազելիս այսօր կգնամ և վաղը կբերեմ։ Գնա, Աթամ, հիմա իսկույն գնա։ Ինչ լավն ես, Աթամ։ Ապա Աթամ կարոտի հայաց ձգելով Լիլիթի վրա, արագ վազ տվեց մինչդեռ Լիլիթ, աչքերի հրեղեն խաղով, ուր անուշ խոստումներ կային, երթասբարև մաղթեց Աթամին։ Լիլիթ սակավ ինչ հանգչելուց հետո ուրիշ շավիղներով ուղի ընկավ դեպի իր տաղավարը։ Հանկարծ գլուխը ցից բռնած մի օձ հանդիպեց նրան։ Լիլիթ նայեց օձի աչքերին, օձը Լիլիթի, և երկուստ էլ կանգնած մնացին, երկուստ էլ թողված էին մեկ-մեկով։ Երկար նայում էր Լիլիթ, սակայն օձը վախեցած նրա հայացքի կայծակից սուզվեց ակնթարթի մեջ, անհայտացավ կարտարների մեջ։ Մինչդեռ Աթամ շնչասպառ վազում էր շուտով հասնելու գեղեցիկ
քարերի ձորը առանց հոգնելու եւ վհատելու մագլցում էր ժայռերը, ծերպերի սատամներով պոկում էր քարերը, վիրավորելով մարմինն ու ոտքերը, բայց հոգի առած այն հեռապատկերով, թե ինչպիսի հաճույք պիտի պատճառի չքնաղ Լիլիթին։ Աթամ բեռնավորված ծանրալի զամբյուղով վերջալույսին հեվիհև հասավ լճակը, ու Լիլիթ անհամբեր սպասում էր Աթամին։ Նա գրկած ուներ մի թավշամորդ կատու, որին շոյում էր անընդհատ ժամանակը կարճելու համար։ Լիլիթ, հոգեթով Լիլիթ, ահա, եկա եւ բերի։ Աթամ, դու ես։ Ներիք հոգիս, որ ավելի շուտ չկարողացա գալ, շատ հեռու էր, վաղուց է սպասում ես ինձ։ Ոչ, Աթամ, նոր եկա։ Չէի ուզում գալ, գլուխս ցավում էր։ Հենց այդպես եկա։ Հերիր քարերը տեսնենք։ Օ, ինչ կոհարներ են, ինչ շքեղ են, ինչ շքեղ։ Գոհար ես նրանց անունը։ Դու որտեղից գիտես։ Այո, այդպես է, ես գիտեմ։ Աթամ, սիրելիս, եկ համբուրեմ քեզ։ Ինչքան բարի ես։ Լիլիթ, աննման Լիլիթ, ինչ է այս զգացումը, որ երբ մոտդ եմ լինում, դրախտը ավելի չքնաղ է դառնում եւ կյանքը ավելի անուշ, իսկ երբ հեռու եմ լինում քեզանից, դրախտը դառնում է տգեղ եւ ամայի եւ կյանքը դառնում ծանր, դու ապրում ես սրտիս եւ աչքերիս մեջ։ Սեր է, Աթամ, սեր է դրա անունը։ Սեր, որտեղից գիտես դու։ Ես վաղուց գիտեմ, Աթամ։ Սեր, նվիրական եւ ահավոր անուն, սեր։ Այո, Աստված էլ նույնն ասաց, սիրեցեք իրար։ Եվ ես սիրում եմ քեզ Լիլիթ, հազար սիրելի Լիլիթ, ես քեզ սիրում եմ։ Եվ Ադամ համբուրեց Լիլիթի աչքերը եւ համբուրեց հոնքերն ու թարթիչները։ Աթամ, ինչ կա թրախտից այն կողմ։ Այնտեղ երկիրն է, չոր ու տատասկոտ, թող կորչի երկիրը, ես սիրում եմ քո պարանոցը Լիլիթ։ Աթամ, ով է ապրում երկրի վրա։ Սատանան է ապրում Լիլիթ, սակայն թող կորչի Սատանան։ Իսկ Աթամ, ով է Սատանան։ Աստծո հակառակորդն է նա, հրեշտակ էր նա, հրեղեն եւ իմաստուն եւ գեղեցիկ, սակայն ամբոստացավ Աստծո դեմ, ուզեց նրան հավասարվել եւ Աստված պատժեց նրան, երկնքից ներքև թոթափեց նրան իր ընկերներով, հավիտյան նզովելով նրանց, եւ թող նզոված լինեն նրանք։ Լիլիթ, քո լեզուն բոլոր սոխակների լեզուն ունի եւ բոլոր թռչունների ջրվորունից ավելի քաղցր է քո լեզուն։ Քո շրթների մի քաղցրանու շամպույրով ես ողջ դրախտը վայելած կլինեմ։ Ադամ փորձեց համբուրել Լիլիթին, սակայն Լիլիթ ձեռքով գոցեց Ադամի բերանը եւ ուժգին ետ մղելով նրան իսկույն մի ցունցով ոտքի ելավ։ Ադամ թալկացած ընկավ գետին եւ տեսավ Ադամ, թե ինչպես Լիլիթ թրունի քայլերով թրավ ու սուզվեց գիշերային ստվերների մեջ։ Ադամ առավոտ աչքերը բացեց, տեսավ գլուխը գետնին եւ Լիլիթ չկար։ Կարծես թե երազի մեջ էր։ Աչքերը նորից գոցեց, սակայն Լիլիթ նորից չկար։ Հանկարծ միտքն ընկավ Լիլիթի վերջին խոսքերը։ Հիշեց, որ նա ասաց. «Վաղը կսպասես ինձ լճափին»։ Արագ քայլերով շտապեց լճափ եւ աչքերը սևեռած դրախտի բոլոր շավիղներին սկսեց սպասել։ Այսպես անհամբեր սպասեց մինչև վերջալույս։ Եվ Լիլիթ չեկավ։ Գիշերն անկուն թափարեց Ադամ երգելով իր ցավագին կարոտը, որ կիզում էր նրա սիրտը, եւ մյուս օրն ամբողջ Լիլիթ նույնպես չերևաց։ Այրվում էր ու պապակվում, եւ դրախտի ոչ մի սառնաղբյուր չէր կարող զովացնել նրան։ Ադամ որոշել էր, երբ Լիլիթին տեսնի, ծանր խոսքերով կշտամբե նրան, հանդիմանե կոպիտ ձևով եւ նույնիսկ սպառնա Աստծու անունով։ Այնպես տարապած էր Ադամի հոգին, այնպես խիստ տարապած։ Վերջալույսին հանկարծ թփուտների խորքից երևաց Լիլիթ բյուր սեթևետներով իր մարմնի բոլոր շնորհներով պերճացած։ Ադամ խենթի պես ցատկեց դեպի Լիլիթ
վարկյանի մեջ մոռանալով ամեն քեն ու որոշում։ Եվ տեսավ Լիլիթին աշխույժ ու կայտար վազում էր մի գալարում ու սևափայլ օծի ետևից, աչքը չհառնելով օծի վրայից։ Ադամ բոլոր շնչով ձայնեց և հետապնդեց նրան։ Լիլիթ, կամնիր, ուր ես գնում, կամնիր։ Քեզ ինչ ուր եմ գնում։ Ինչու ես հետևում ինձ։ Ինչպես թե քեզ ինչ, չէ որ Աստված ուզեց որ հետևեմ քեզ, եւ դու հնազանդ ես ինձ։ Ես քեզ հնազանդ։ Դու ով ես։ Ով։ Գորիր աչքիցս։ Գոշտ, հողի գդոր։ Աթամ համբերությունը հատած ուղարկի գնաց Աստծու մոտ գանգատի։ Տերիմ, այս ինչ ենք երտևիր ինձ։ Քո հրամանին երբեք չանցածն է։ Չհնազանդեց ինձ, հրապուրում է ինձ, խոչորում եւ ապա ծարավ թողնում, հեռանում։ Այրվում եմ, երբ հեռու եմ լինում նրանից, այրվում եմ նորից, երբ մոտ եմ լինում նրա։ Չար կրակի կտոր է նա, կիզող կրակի կտոր։ Տանջվում եմ, հատնում եմ ես։ Աստված հանգստացնելով Աթամին ճանապարհ դրեց նրան եւ կոչեց Լիլիթին իր մոտ։ Լիլիթին բերին Աստծու մոտ։ Նա աչքերը խոնարհած կանգնել էր Աստծու առաջ։ Արարիչը սաստեց նրան ասելով. Ես ստեղծեցի Աթամին հողից եւ քեզ կրակից, որ իրար լրացնեք։ Պիտի սիրես եւ մանավանդ հնազանդ պիտի լինես նրան, քո ամուսնուն, որովհետև ես քեզ նրա համար ստեղծեցի։ Եթե չհնազանդես, գիտիր, որ խիստ կպատժեմ։ Գնա հիմա Աթամի մոտ, այդպես եմ կամենում ես։ Աթամ, որ սպասում էր նրա դարձի, եկավ նստավ Լիլիթի կողքին եւ վախով բռնելով նրա պաղ ձեռքը, ամբողջովին գուրգուրանք դարձած շշնջաց մեղմիկ։ Լիլիթ, հոգուս հոգի, ինչու ես տխուր, ինչու չես ժպտում, իմ գեղանուշ, արևափայլի Լիլիթ, ինչու ես լուր, միթե չգիտես, որ քո սիրով եմ միայն ապրում, եթե սիրտս քամես, սերդ կծորե այնտեղից, միայն քո սերը եւ ուրիշ ոչինչ։ Լիլիթ, նազելիս, գնանք իմ տաղավարը ամենահամեղ պտուղներից սեղան եմ պատրաստել, ծաղիկներից սքանչելի նեկտար եմ հավաքել եւ մեղուներից քաղցրագին մեղր։ Սակայն Լիլիթ լուր էր եւ անտարբեր, նրա վրա ազդել էր Աստծու բարկացկոտ հայացքը եւ կամազուրկ պարկեց ծաղկահյուս լնջարանում։ Լիլիթ գոցել էր աչքերը եւ հեզեր եւ խոնար ինչպես վիթերը եւ գունատ էր մարգարտի պես։ Աթամ փայփայում էր Լիլիթին եւ սեր էր մրմնջում։ Լիլիթը գոցել էր աչքերը, անտարբեր էր եւ չէր լսում Աթամի ձայնը։ Լիլիթ, դու համբուրեմ քո շրթները, միայն մեկ անգամ համբուրով ես ողջ դրախտը վայելած կլինեմ։ Ադամ մոռացել էր ինքն իրեն եւ ոչինչ բան գոյություն չուներ այլևս իրեն համար։ Եվ հանկարծ թափով գարարվեց Լիլիթ, ազատվելով իրեն Ադամի հյուծող համբուրներից, ցատկեց եւ թռավ տաղավարից դուրս եւ անհայտացավ գիշերային դրախտի բավիղների մեջ։ Ադամ ընկել էր ուշաթափ մինչև լույս։ Երբ ուշքի եկավ, հիշեց, որ Լիլիթ փախավ գիշերվա մթին, սրտաբեկ ոտքի կանգնեց, փորձեց նորից գտնել Լիլիթին, մի անգամ էլ աղերսելու, որ իրեն չլքե։ Եվ ոչ մի տեղ չգտավ Լիլիթի հետքը։ Երկար պահերով նստում էր Լիլիթի ապրած վայրերում եւ աչքերը գոցում էր Լիլիթին տեսնելու համար։ Արդեն հասել էր դրախտի սահմաններին, որտեղից այն կողմ ծավալվում էր Ամայի եւ Խոպան երկիրը։ Հոգնած էր շատ։ Նստեց հանգստանալու եւ գլուխն առած ափերի մեջ ողբում էր իր տարապալից վիճակը եւ խորհում էր այրող հուշերով Լիլիթի անմոռաց հրապույրների մասին։ Երբ ինչպես թե երազի միջից լսեց Լիլիթի ուրախ լուսածիծաղը, որ գառնան ողջույնի պես թունդ հանեց սիրտը։ Աչքերը հույսով դարձրեց ծիծաղի կողմը եւ տեսավ մի ահավոր պատկեր, որ սև շանթի պես անցավ իր հոգու խորքերով։ Դրախտի ցանկապատի վրա
տեսավ նա սատանայի գլուխը սևափայլ աչքերով չար ու նենգ։ Տեսավ սատանայի պարանոցից կախ ընկած Լիլիթին, տարփագույն մեկոններով վարսերը պսակված, եւ անհուն ցանկությամբ համբուրում էր Լիլիթ սատանայի շրթները, եւ ծիծաղում էին միասին գոհ ու երջանիկ, եւ Ադամ նախանձից խելագար մռնչաց կատաղի. Լիլիթ, Լիլիթ, այդ դու ես։ Լսեց սակայն հաղթական սատանայի ահեղ քրքիջը, որ ամպի պես որոտալից ճայթեց իր գլխին։ Եվ տեսավ նույնպես, որ սատանան գրկած Լիլիթին մխրճվեց երկրի մեջ։ Անհույս էր Աթամ, անհույս էր իր հոգին եւ նզովելով Աստված ու անմահություն մահ էր հավատում։ Եվ Աստծուն լսելի եղան Աթամի հառաչանքները, կարեկցեց նրան եւ ինքն իր մեջ սուզված գոհեց, որ անկարելի էր վերև սլացող բուրը ընկերացնել երկրին կարճող հողին։ Եվ թմրություն բերեց Աթամի վրա եւ նրա կողից ստեղծեց մի նոր ընկեր Եվային, որ իր ծագումի բերումով հնազանդ լինի Աթամին, կարողանա սիրել միայն նրան եւ մխիթարել մանավանդ։ Աթամ, երբ աչքերը բացեց, տեսավ իր մոտ նստած մի նոր ընկեր, ոչ Լիլիթի պես կատարյալ եւ հրեղեն գեղեցիկ, սակայն դարձյալ գեղեցիկ, բայց հողաբյուր, բայց մարդկորեն։ Եվ ան մոտեցավ Աթամին, գլուխը դրեց նրա ուսին եւ մեղմիկ ժպտաց նվիրված աչքերով նայելով Աթամի տխուր երազուն աչքերին։ Սակայն Աթամ նստած Եվայի կողքին, երբ լսում էր վարդենիների շրշյունը, նրա մեջ Լիլիթի շունչն էր առնում։ Դրախտի բյուրերի մեջ Լիլիթի բյուրն էր զգում եւ սոխակների երգերի մեջ Լիլիթի ձայնը։ Երբ բարի Եվան գկվում էր Աթամին եւ իր սև մազերով ծածկում էր Աթամի դեմքը, Աթամ տեսնում էր սակայն Լիլիթի ոսկեհուր վարսերը միայն, որ ծածկում էին բոլոր հորիզոնները։ Երբ գոցում էր բիբերը իր սրտի վեճ տեսնում էր Լիլիթի անհուն գեղեցիկ պատկերը, երբ նայում էր աստղերի նրա մեջ տեսնում էր Լիլիթի աչքերը եւ անհուն արել մեջ ամբողջ Լիլիթի։ Եվային հնչում նրա շրթները, սակայն Լիլիթ էր արձագանքում նրա հոգին։ Եվ ապրեց Աթամ սպասելով ու տենչալով միշտ Լիլիթին եւ մեռավ Աթամ, հառաչելով ու երազելով միմիայն Լիլիթին։ Գործական աշխատանքը թույթեց մեր հոգիները, վստահ եմ, եւ ծեր շունչեր անսպար ընկերուներ, շատ գեղեցիկ ներկայացուցիք, շատ աբրիկ։ Հատկապես համասկային մշակութային միության, որուն համար բոլորս ալ գբարդինք մեր մշակույթը, մեր երգը, մեր խոսքը, մեր արվեստը համասկայինով է որ լեցված ենք, համասկայինով թրձված ենք եւ դարձած ենք խոնար համասկայնականներ։ Իսկ այժմ այս արարով ես պիտի հրավիրեմ հաջորդաբար մեներք Մարալ Վարժաբետյան, Գերգին քրական միավորի անդամուհիներեն, ապա միջապես հետո երիտասարդ սերունդի ներկայացուցիչ Անի Մնացականյան, որ մասնակցությամբ մշակույթի պահպանում եւ ճարտարապետական մասնակցություն ուսանած է, Գերգին շրջանավարտ է Փիլիպոսեն, վարդորեն հայտարարեմ, ապա շուտակ եւ Գերգին դաղանցավոր Շանթ Տանիելյան, իսկ ամիջապես հետո Գերգին Փիլիպոսեն շրջանավարտ, համասկայնականներ երիտասարդ քույր եղբայր Արենի եւ Վարանտ Չալոկյաններ, այսքանը որ թիդենք, այսքանը որ ըմփոշխնենք, դագավին անագնգալներ կան։ Խնդրեմ, հրամեցեք, վայելեցեք։
գողնես գկազազես աշխարից Հարցիր ինձ մոտ վերաթարցիր թունորից Ցավացիր դս միայն քեզ մով է շարաչել Չիգամենա Namerastine քեզ նարաչել Ցավացիր դս միայն քեզ մով է շարաչել Չիգամենա Namerastine քեզ նարաչել Եթե պախնու վայելքները քեզ շպտան Օդար մարդիկ քեզ սիրապար ողջույնան Քուցե ես լամ հաղթի թամար իմ արկին Սագայն թարցիր վերաթարցիր թունորի Վերաթարցիր Եթե հերվում ժամանակիր նամոքի Քեզ գամատներ անգարիլին անշամի Ու քիցիր որ իմ հոգին էլ գծավի Անմխիտար մորմոքումից կոցավի Անմխիտար մորմոքումից կոցավի Բարերը գիտեք դեպատ պատմական
քո մեղավոր աչքերը խոր, փիշերի պես խորհրդավոր, քո մեղավոր խորհրդավոր աչքերը մութ, որպես թովիչ իրիկնամուտ, քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում, որպես գարնան մթնշաղում, քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ, արփեցումի ոսկե մշուշ, մոլորվածին անխոս կանչող փարոսի շող, քո աչքերը հոգի տանջող, ես սիրում եմ գքվող անգութ աչքեր մութ, որպես գարնան իրիկնամուտ։ Իսկ երկրորդը Վահան Տերյանի։ Հերո ես անհաս, իմ լույս է երազ, բայց քեզ է սիրտս փայփայում թաքուն, փռված է լույսը շուրջս և վրաս, անհուն աշխարհում և իմ հեզ հոգում, քո հերո երկրի ուղին չգիտեմ, գուցե ես ինքս ստեղծել եմ քեզ, աստվածացրել եմ, որ քեզ աղոթեմ, հրամայել եմ, որ վրաս իշխես, և քաղցր է լինել քո կամքի գերին, քո չարությունը բարիք համարել, կրծկաբաց ելնել ընդեմ քո սրին, և այդ մահաբեր ձեռքը համբուրել։ Շնորհակալություն։
չհրաբուրվիլ հայ մշակույթով, ինչպես չխենթենալ հայ մշակույթով եւ հատկապես չքինովնալ նման երիտասարդությամբ, անգամ եւս ծափարեցնել բոլոր երիտասարդներին, որոնք հայ մշակույթը կարգացել են եւ ես կհանդարտացնեմ Աբրիկ, Արենի եւ Վարանց, հատկապես որ համասկայնականներ են նաեւ այս երիտասարդները։ Եվ այսպես Եվանի բարախումքի անդամներ են, եւ այսպես ինչպես չսիրել աշխարհի բարիքները, սիրել ասկայինով, սիրել հայրենասիրությամբ, սիրել մարդորեն։ Եվ անշուշտ մեր բանաստեղծները, մեր քրակետները, մեր մեծերը միշտ երգեցին սերը, ինչպես Վահան Թեքեյան գսե, ես սիրեցի, բայց սիրածներես ոչ մեկը իմացավ, թե զինք որքան սիրեցի։ Նման Պետրոս Թուրյան պետք է ասել, որ երիտասարդակույն բանաստեղծներ, որ կյանքեն հեռացավ, 13 տարեկանին սկսավ ստեղծագործել եւ արդեն ամիջապես 20 տարեկանին հոգին ավանդեց, սակայն դարձավ մեծ բանաստեղծ եւ մինչեւ այսօր կհիշվի։ Պետրոս Թուրյանի լճակը փորից ծանոթ է, գտույց է մեր հոգին, հիշելով Թուրյանը եւ ապրեցնելով անոր հիշադակը։ Պիտի հրավիրեմ Սերենան անգամ եւս ընթերցելու Պետրոս Թուրյանի լճակը։ Լճակ, Պետրոս Թուրյան։ Ինչու ապշած ես լճակ, ու չեն խայդար քու ալյակ, միթե հալվույթ մեջ անցկավ, քեղուհի մնայեցավ, շատեր զիս մերժեցին, քնար մունի սոս կսին, նին թողտո չէ քույն չունի, մույսան լսավ գմերնի, ոչ ոգսավ սա դղին, բադրենք սիրտը դրդմակին, նայնք ինչեր քրված կան, հոն հրթեքա, ոչ մադյան, հոն կա մոխիր, հիշադակ, ալյագը թուզին թող, լճակ, չիտ թու խորքիտ մեջ անցկավ, հուսահատ մնայեցավ։ Աբրիս Սերենա, շատ աբրիս։ Իսկ այժմ ներկաներու մեջ գա Լիլիթ Խաչատրյանը, հավանաբար շատերուն ալ ծանոթ է, դարիներով համասկայինը քրափար ուսուցանեց, քրափար փոխանցեց երիտասարդության, Լիլիթը մեծ հոգիով, մեծ սիրով պատրաստեց երիտասարդներ, որոնք քրափարին ծանոթացան։ Պիտի հրավիրեմ Լիլիթ Խաչատրյանը, որպեսզի քանի խոսք փոխանցե իր սրտի խոսք եւ կամ իր քրություններեն։ Խնդրեմ, Ռամելի ջան։ Կյանքը առեղծված է սիրելիներ, եւ սերն այդ առեղծվածի միակ արդարացումը։ Բոլոր էակներն ու արարածները, որ ծնվում են ու մեռնում, որոնց գոյությունը ժամանակավոր է այս աշխարհի վրա, սեր են զգում։ Անգամ բույսերը, եթե չհամաձայնեք, նայեք ծաղիկներին, ինչու են գլուխը թեքում դեպի արևը։ Թեև բնազդաբար են զգում, բայց զգում են։ Եվ բոլոր էակներից միայն մարդն է, բանականը, մենք, որ ընդունակ ենք այդ սերը վերացարկելու եւ ստեղծագործելով, վերարտադրելով արվեստի վերածելու։ Դրա վկայությունն են նկարչությունը, երաժշտությունը, քանդակագործությունը, բանաստեղծությունը եւ այլն։ Ես համեստորեն ուզում էի մի քանի պատառիկ ներկայացնել իմ արդեն հրատարակված գրքից եւ մեկ-երկուսն էլ դեռ նոր հրատարակվելիքից։ Խոստանում չձանձրացնել։ Թե համբույրդ տաս սուրհանդակ քամուն եւ նա ինձ գտնի անդունդի եզրին, մեկ է կնետվեմ այն ընկալելու, թեկուզ դա լինի թռիչքս վերջին, հանձնիր համբույրդ փոթորկի թևին։ Դեռ չթոթապած սրտնեղությունը մի մութ անդունդի,
Պատրաստ եմ էլի նույնի հատակը ոտքով շոշափել, հանուն մի չնչին հույսի նշույլի, որ գուցե այնտեղ պատգամ ես թողել։ Եվ մի էքսպրոնտ այս գրքից քո ամեն շնչից, ամեն շշունջից ոտքիս տակ փլվում ինձ կլանում է սողանքից փափկած հողեճահիճը։ Քո ամեն շնչով, ամեն շշունջով ջրի պես հախուռն ալեկոծվում է ծովեությունս իմ իսկ դահիճը։ Քո ամեն շնչին, ամեն շշունջին լուսնակարի պես արձագանքում է մարմրող աստղ իմ հորինվածքը։ Քո ամեն շունչը, ամեն շշունջը տապալելու է հպարտ ու ձգված, բայց արմատազուրկ իմ ծառ կեցվածքը։ Իսկ այժմ ինչպես խոստացել է դեռ չհրատարակված գրքից պատառիկ, կոչում է լսում ես։ Լսում ես, փակիր աչքերդ։ Այսօր այցի եմ գալու երազում։ Այսօր քանդել եմ ստևուկ վարսերս, որ քո մատները մոլորվեն նրանց լաբիրինթոսում։ Բայց ես վհուկ չեմ, այլ կախարդուհի, ով երազներ է մատներով հյուսում և ընձայում իր անհայտ ասպետին։ Լսում ես, փակիր աչքերդ, սպասիր այնպիսի չքնաղ երազի, որպիսին վաղուց արդեն չես տեսնում։ Այսօր կգծեմ ետդարձի ճամփան ծիր կաթինների հսկաքարտեզին ու կշնորեմ մի անմար լապտեր, որը փոթորկից անգամ չի հանգչում։ Կասեղնագործեմ մի պերճ ուղեգորգ, աստղերի վրա նշաններ կանեմ մարգարտածաղկի։ Լսում ես, այցի եմ գալու երազիդ այսօր, աչքերդ փակիր։ Ստիպելագնգար մունինք, երգար բիդի խանթավարություն ման ժողովրդական երկեր, մեր բոլորին սրդին գխոսի, քեղեցիկ ցայներով, քեղեցիկ մեկնաբանությամբ, որոնք արվեստակետ երաժիշտներ են, Քրիստին, Հովհան և Վահե Մանգասար, միասնապար մեզ բիջոխացնեն հայկական ժողովրդական երկերով, խնդրեմ դրամեջը։ I'll say
Բարեր եւ երաժշտություն Արմեն Մովսիսյան, քեզ իմ սիրելիս։ Երկու սայատնովա ունենք նաև երկելու, որտև սիրային երեկոն չի կարող առանց սայատնովայի սիրային երկելի լինի, և այս երկը բոլորս գիտենք համամ աշխարհ տուտուտեք։ Համամ աշխարհ տուտուտեք Չի
Sakudi darin pes dundi punen baş nazani Teham haknis tezar haknis Uşinis kumaş nazani Endu hama kides noga Asume vaş nazani Endu hama kides noga Asume Dun patvakan javahiris herneku arno ingali Ofke ketni achchik hashi vai ku gortsano inali Dun karak hakatzat karak vurme karak indimanayi Hindu galam karuven kashilis marmash nazani Hindu galam karuven kashilis marmash nazani
Ես մի վարդքան որի թաբիտա նաշել չունա որքան ցանկացա ես մեկին սիրեմ որի սրտի մեջ սիրած չունա որքան ցանկացա ես մեկին սիրեմ որի սրտի մեջ սիրած ինձ չհանդիպեց որին մոտեցա ձեռքերս մեկին սիրեցի Bravo բոլորից։
շնորհակալ ենք Ձեր աստվածադուր ցայնով շունչ եւ սիրտ դվիկ հայ երկին Սայատ նովան անգամ եւս աբրեցավ մեր մեջ Ժողովրդական երկերը անգամ եւս աբրեցան եւ աբրեցուցին Ձեր շունչը եւ ցայնը անսպար սիրելիներ Քրիստին եւ Վահե Եվ շատ շնորհակալ ենք եւ պետք է հայտարարեմ ասեմ որ Սիրողական, սիրահոժար եկան եւ մասնագից դարձան մեր սիրո մեղեթին Այսպիսիք են սպասավորները հայ մշակույթի Մենք կսպասարկենք հայ մշակույթը որովհետեւ հայ մշակույթը մեզմով ապրի մեզմով հազարաբադիկ տագավին թարեր ապրի որովհետեւ մենք կհավատանք հավատքը սեր է իսկ սերը հավատքը կամրապնդի որովհետեւ երբ գսիրեն հոգին գսիրե մարմինը հոգին բադյանը գթարնա այնպես որ սերը շատ մեծ խոր արժեք ունի մեզ մե յուրաքանչյուրը թող սիրով լի օրեր ապրի սիրով առնություն ոչ միայն ապրի այլ նաև սեր փոխանցե սեր դարաձե ամենուրեք իսկ այժմ հարկանոք եւ մեծ սիրով մի հրավիրեմ համասկային շրջանային վարչության հարկարժան ադենաբեդ ընկեր Մանուկ Չուխաջյան, ընկերուհի Մարալ Չոլումյան եւ ընկերուհի Թալին Ափանյան խնդրեմ հրամեցեք, իսկ Թոմյանան անոնց նաեւ քրական միավորից ժերաչան անդամները խնդրեմ հրամեցեք, որովհետեւ այս երեկոյի հաջողությունը ոչ միայն կբարդինք անոնք որոնք հadoop թերագադարություն ունեցան, նաեւ վարակույրին յետև աշխատող Ձարայող քրական միավորից հարկելի սիրելի անդամույները խնդրեմ հրամեցեք որովհետև միշտ մեր յետին անպայման մեծ քաչալերողներ կան եւ այս հաջողությունը կբարդինք ցեզ եւ ցեր բոլորին սիրելիներ իսկ որովհետև փետրվար ամիսը նաեւ մայրենի լեզվի ամիս է նաեւ Հովանես Թումանյանի դարեթարցը հիշելով քիչ նվիրելու ամիս է սակայն այս բոլորը խոսքը երաժշտությունը երգը ասմունքը առանց մեր ոսկեղնիկ այգուպենին կարելի չէ ոչ լսել ոչ ասել մենք համեստորեն քրական միավորից անունով այս քեղեցիկ քեղազարդ այգուպենը գնվիրենք մեր նոր գետրոնին խնդրեմ ընկերմանուկ ստացեք սիրով մեր համեստ սակայն արժեքավոր այս նորերը մենք միշտ կուզենք կետրոնը այսպես տեսնել եւ մեր խոստումը մեր նվիրատուին անել որ այս կետրոնը պիտի մեղուի պետագլա իսկապես որ այսօր եւ ասի կտեսնենք ուզված ենք ուրախ ենք վարսկենիտ կադա եւ ասի մեր բադին ուրավի գետլա Քերեցկացուցիկ ոչ թե միայն շուշ տվիկ այլ նաեւ քույն տվիկ մեր երեկոյին եւ ինչպես որ գսեն համեստորեն հայտարարեմ սեղաններուն վրա թրված համեստ բաղարանները որ թրած ենք անգամ եւս ծեր նյութապարոյական աջակցության համար շնորհակալություն կհայտնենք ծեր սրտապուխ յուրաքանչյուր չնչին նվերնից խոսքնից ժպիտնից հազար արժե սիրով մնացեք սիրով ապրեցեք սիրով գտեսնվին կրկին խնդրեմ հյուրասիրվեցեք շնորհակալություն